Անցած անգամ խոսացինք որցանկոշի առաջին թեորեմի մասին, մի հատ հիշեցնենք այդ թեորեմը։ Ասում են, եթե ֆունկցիան անընդհատ է AB հատվածի վրա և ծայրակետերում տարբեր նշանի արժեքներ էր ընդունում, այնպես որ f-ն դառնում է 0։ Հիմա մեր հաջորդ թեման Կոշի երկրորդ թեորեմն է, Բոլցանի Կոշի երկրորդ թեորեմը։ Եթե f-ը անընդհատ է AB հատվածի վրա և ծայրակետերում ընդունում է իրարից տարբեր արժեքներ, ապա այս f-i և f-b-ի միջև ընկած կամայական արժեք ֆունկցիան ևս կընդունի։ Կամայական մեծատառ C-ի համար, որն ընկած է f-i և f-b-ի միջև, գոյություն ունի ինչ-որ մի կետ մեր AB հատված միջակայքից, այնպես որ այդ կետում արժեքը մեծատառ C-ն է, ու սա հեշտությամբ կարող ենք ապացուցել նախորդ թեորեմից օգտվելով։ Նախորդ թեորեմում մեզ պետք էր, որ ֆունկցիան տարբեր նշանի արժեքներ ընդուներ, հիմա պետք է հասկանանք այդ որ ֆունկցիան է, հատ օժանդակ ֆունկցիա կառուցենք, որը արդեն տարբեր նշանի արժեքներ ընդունի, որ կարողանանք կիրառենք Բոլցանի Կոշի առաջին թեորեմը։ Fx-ի միջոցով ինչ ֆունկցիա կուզենանք դիտարկել, այնպես որ ծայրակետերում ինքը մի ծայրակետում դրական լինի, մյուս ծայրակետում բացասական լինի։ Մենք գիտենք, որ C-ն դա f-i ու f-b-ի միջև է, Հիմա fx մինուս C։ Եթե դիտարկենք այդ gx-ը ասար է fx մինուս C ֆունկցիան, Պարզա, որ ինքը անընդհատ ֆունկցիան է, որպես երկու անընդհատ ֆունկցիաների տարբերություն, J-ն անընդհատ AB-ի վրա։ Հետո եթե հաշվի առնենք, որ C-ն f-i և f-b-ի միջև է, ինչ կստանանք, որ f-a մինուս C-ն ու f-b մինուս C-ն ունեն տարբեր նշաններ, J-ան, որը f-a մինուս C-ն է և
ЖB-ն, որը FB մինուս C-ն է, ունեն տարբեր նշանի արժեքներ, Այսին նույնա թե, որ ЖA անգամ ЖB-ն բացասական է, հետևաբար կիրառելով Օլցանո Կոշիի առաջին թեորեմը ստանանք, որ գոյություն միած է կետ մեր AB միջակայքից, այնպես որ J-C-ն լինի 0, իսկ այնց բխում է, որ փոքրատար C-ն կլինի հավասար մեծատար C-ին։ Այս Կոշի թեորեմից մի հատ էլ հետևանք կարող ենք ստանալ։ Եթե f ֆունկցիան f հաստատումից տարբեր ֆունկցիան անընդհատ է x միջակայքի վրա, որտեղ x-ը ունի բաց, փակ և կիսաբաց տեսքերից մեկը, հա։ Ապա արժեքների բազմությունը, հա, fx-ը ևս միջակայք է։ Ինչպես կարող ենք համոզվենք, որ fx-ը ևս միջակայք է, միջակայք լինելու համար ինչ է հարկավոր։ Հարկավոր է, որ կամարական երկու կետ եթե իրան պատկանում է, նրանց միջև բոլոր կետերը ևս պատկանեն, հա։ Սաղ չխարենք իրար, հեսա մի հատ հիշացնենք ինչ որ դու ասցիր, այնտեղ ասել էինք, որ մոնոտոն ֆունկցիայի եթե արժեքների բազմությունը միջակայք է ևս, այսպես ասած անցքեր չկան, այդ պարագայում այդ մոնոտոն ֆունկցիան լինում է անընդհատ։ Այստեղ լրիվ այլ բան ենք ասում ենք, եթե ֆունկցիան անընդհատ է,
Աբեն, հա։ Եթե ֆունկցիան անընդհատ է, կարող է մոնոտոն չլինել, հա։ Այդ պարագայում իր արժեքների բազմությունը, այս մեր fx-ն է, հա, էլի հանդիսանում է միջակայք։ Հա։ Ինչ է պետք։ Վերցնենք կամայական y1, y2, որը պատկանում է fx-ին, և ցույց տանք, որ կամայական c-ի համար y1-ի և y2-ի միջև f ֆունկցիան այդ c արժեքը ընդունում է։ C արժեքն ընդունում է, հա։ Այսինքն C-ն մեր մոտ պատկանում է էլի fx-ին։ Այսինքն եթե գիտեք, որ այս ասենք y1 արժեքը ընդունել է, y2 արժեքը ընդունել է, դրանց միջև ինչ C-ել վերցնես, այդ արժեքը ևս կընդունի։ Այդ ենք ուզում համոզվենք, ինչ պիտի անենք, որ y1-ն ու y2-ը պատկանում են fx-ին, այդ նշանակում է, որ y1-ը ինչ-որ x1 կետում է ընդունում, այդ արժեքը էլ ինչ-որ x2 կետում, որ y1, y2-ը պատկանում է fx, հետևաբար ինչ-որ երկու հատ կետ կա x-ից, այնպես որ fx1-ը հավասար է y1, fx2-ն էլ հավասար է y2։ Հիմա մեր Վոլցանո կոշի երկրորդ թեորեմը որ հատվածի վրա պետք է կիրառենք։ x1, x2, չէ՞, x1, x2-ը կարևորցեն C-ն y1-ի և y2-ի միջև է, կամ ասենց կրենք, հա, fx1-ի և fx2-ի միջև է, f-ը նաև անընդհատ է x1, x2-ի վրա, իհարկե եթե x2-ը ավելի փոքր լինի, այդ պարագայում x2, x1-ի վրա կասենք, հա։ Ուստի, Վոլցանո կոշի երկրորդ թեորեմի համաձայն Մի հատ C կետ կա որտեղից։ x1, x2-ից, հա։ Իհարկե այդ x1, x2-ը ընկած է մեր x-ի մեջ, հա, որը որ այս 4 տեսքից ինչ-որ մեկը ունի, հա։ Որ AB գրեմ, արդեն ոնց որ Պարզ չի ոնց պիտի գրեմ, դրան, հա, տվյալ դեպքում, հա։ Ոնց որ, իհարկե այս ձևակերպումով կարևոր չի, որոշման տերյութը ավելի լայն կլինի, թե հենց x-ը կլինի։ Այնպես որ f-ն հավասար լինի մեծատար c-ին, հա։ Դարի։ Այսին այսպես տեսանք, որ այո, այս էլ այս մեր c-ն է, հա, օրինակ, տեսնում ենք, որ ֆունկցիան կամայական երկու արժեքների, եթե արժեքների բազմությունից երկու հատ կետ ենք վերցնում, դրանց միջև բոլոր կետերը ևս մեր արժեքների բազմությանն են պատկանում, այսին այս c-ն պատկանում է f(x)-ին, հա։
սկսեցինք երկու հատ կետից մեր արժեքների բազմությունից ու տեսանք, որ նրանց միջև բոլոր կետերը ևս f(x)-ից են։ Հարցեր։ Այս պարագայում կարող է մոնոտոն չի, բայց եթե ինքը անընդհատ է, նայեք, այստեղ ինչ է ասում, անընդհատ ֆունկցիայի միջակայքի պատկերը միջակայք է։ Այնտեղ ասում էր, որ եթե ունեք մոնոտոն ֆունկցիա ու պատկերը միջակայք է, ուրեմն ինքը անընդհատ է։ Չէ, հեսա անընդհատ է, պատկերը միջակայք է, բայց կարա մոնոտոն չլինի, հա։ Բարի։ Լավ, հակադարձ ֆունկցիայի անընդհատությունը f-1, հա։ Ֆունկցիաների համար հակադարձ երբ որ ասում ենք, միշտ այն նկատի ունենք այդ f-1-ը, իսկ թվերի համար a թվի հակադարձ ասելով 1/3 ենք հասկանում։ Լիցուկ f-ը խիստ աճող է, կամ նվազող է, հա, խիստ նվազող է։ X միջակայքի վրա։ Էլ X միջակայքը ինչպես նախկինում, այդ 4 տեսակից ինչ որ մեկն է։ Եվ բացի այդ անընդհատ է X-ի վրա, հա։ Այդ դեպքում f-ը հակադարձելի է և նրա հակադարձը f-1-ը անընդհատ է որտեղ պետք է անընդհատ լինի, որտեղ եք ակնկալում y-ը ինչն է, այսին f(x)-ը, հա։ Իսկ եթե այդ միջակայքում կետ կա, որտեղ f-ը զրահ արժեք Ինչ ունենք, այս մեր միջակայքն է, հա։ Հիմա հակադարձը դու ոնց որ երկու բառ ասենք,
հակադարձը քանի որ թվային որպես տիպ չես նայում, մեկը բաժանածը չես նայում, հա։ Հակադարձ ֆունկցիան որն է, որ եթե f(x)-ը հավասար է ինչ որ y-ի, այդ դրա միակ լուծումը, հա, x-ը ֆիքսած y-ի համար ինչ որ x եք ստանում, այդ հակադարձ ֆունկցիան y կետում սահմանում եք արժեքը x, հա։ Բարի։ Եթե ինչ որ f(x)-ը 0 լիներ, այդ հակադարձը որ կետում ինչ կլիներ։ f(x)-ը 0 է։ Հիմա f-ի հակադարձը 0-ում x կլինի։ Բարի։ Հա։ Դա ինչ է պետք ասել նախ, եթե x-ը միջակայք է, ֆունկցիան էլ անընդհատ է իր վրա։ Քիչ առաջ ինչի մեջ համոզվեցինք։ Որ արժեքների տերյութը էլի միջակայք է, հա։ Համաձայն նախորդ հետևանքի, հա։ f(x)-ը եւս միջակայք է։ Քանի որ f(x)-ը խիստ աճող է, կամ խիստ նվազող էր, հա, ուրեմն այս f(x)-ը հավասար է y-ը, որտեղ y-ը իհարկե պետք է պատկանի մեր արժեքների տիրույթին, հա, f(x)-ին։ Ունի քանի հատ լուծում։ Միակ լուծում, հա։ Ունի միայն մեկ լուծում։ Մեկ լուծում։ Կամայական ֆիքսված y-ի համար f(x)-ից, հա։ Հետևաբար հակադարձ ֆունկցիան, հա, հակադարձը f-ի հակադարձը գոյություն ունի, հա։ Հա, խիստ աճող կամ խիստ նվազող։ Ավելին, հա, ոնց որ չենք թողնում, որ պարզապես աճող լինի։ Ոնց որ պետք է սահմանափակես մինուս պիկեսի վրա, որպեսզի խիստ աճող լինի։ Հա։ Հակադարձը գոյություն ունի, եւ այդ արդեն հակադարձը y կետում x արժեքը կընդունի։ Հակադարձի մասին ինչ կարող ենք ասել։ Խիստ աճողի հակադարձը լինելու է խիստ աճող, հա, եւ f-1 կը խիստ աճող, հա, աճող նվազող է։ Հիմա այս աճող, խիստ աճող կամ խիստ նվազող ֆունկցիան որ ունենք, մեր ոնց որ ամենակարևոր մասը համոզվել, որ այս ֆունկցիան ինչպիսին է, անընդհատ է, որպեսզի համոզվենք, որ այս մոնոտոն ֆունկցիան անընդհատ է, մեզ ինչ է հարկավոր, որ իր արժեքների տիրույթը միջակայք է, հա։ F
մինուս 1-ը որոշված է fx, հա, հավասար է y-ով նշանակենք միջակայքի վրա եւ նրա արժեքների տիրույթը ինչն է f-1 y-ը դա ինչն է հենց x-ն է տիրույթը եթե արժեքների տիրույթն էլ միջակայք է ինչ կարող ենք ասել որ անընդհատ է չէ արժեքների տիրույթը հանդիսանում է միջակայք ոստի օգտվելով անտոն ֆունկցիայի անընդհատության մասին թեորեմից ստանանք որ այս հակադարձը անընդհատ է, հա։ Անընդհատ է, ճիշտ է, սա արժի նշել որտեղ, x-ի որտեղ, y-ի վրա, հա։ Ասենք, չգիտեմ, օրինակ ունենք sinus x-ը մի հատիկ էս օրինակն էլ ասենք, հա, fx-ը հավասար է sinus x, x-ը պատկանում է minus π-ից π-ից, հա, այս ֆունկցիան minus π-ից π-ում հաճող է, խիստ հաճող է, քանի որ f-ը խիստ հաճող է, խիստ հաճող և անընդհատ է մինուս π-ից π-ի վրա հետևաբար ինչ ինքը ունի հակադարձ, որը նշանակել ենք արկ սինուսով հետևաբար նրա հակադարձը դարձը գոյություն ունի, հա, հակադարձ ֆունկցիան գոյություն ունի, որը կնշանակենք արկ սինուս x-ով, հա, որոշված է որտեղ այդ f մինուս π-ից π-ից որը հավասար է մինուս 1-ից 1, հա 1-ի վրա և ամենակարևորը որ արկ սինուսը ինչպիսին է անընդհատ է, հա իհարկե խիստ հաճող է և անընդհատ է, անընդհատ է, այսինքն ես պարոնում եմ որ մոնոտոնան հակադարձը գոյություն չունի։
Հակադարձը երբ կարող ենք առհասարակ հակադարձի մասին խոսել, երբ որ fx-ը հավասար է y-ը ունի ոչ ավել քան 1 լուծում կամայական y-ի համար։ Ու այն y-ների համար, որոնց համար այդ լուծումը կա, այդ y-ների բազմությունը կհանդիսանա մեր հակադարձ ֆունկցիայի ինչը։ Որոշման տիրույթը։ Բայց խիստ աճողը արդեն ապահովում է, որ սա իհարկե մեկից ավել լուծում չունենա։ Եթե x1-ը փոքր է x2-ից, fx1-ը fx2-ից կամ փոքր կլինի կամ մեծ կլինի, նույն արժեքը չի ընդունի երկու անգամ։ Այլ հարցեր։ Մեր հաջորդ թեման Վայերստրասի առաջին թեորեմն է։ Թեորեմ։ Փակ հատվածում անընդհատ ֆունկցիան սահմանափակ է։ Նույն եթե եթե f-ը պատկանում է CAB, ապա գոյությունն ինչ-որ մի հատ m թիվ, այնպես որ ինչ տեղի ունի։ Մոդուլ fx-ը փոքր հավասար m-ից է։ Արի։ Ու այս պնդումը ինչպես կարող ենք ապացուցել։ Ենթադրենք հակառակը։ Բարի, հիմա ուզում ենք համոզվենք, որ հատվածում անընդհատ ֆունկցիան սահմանափակ է ու ասենք, որ դա կփորձենք անել օգտագործելով հակասող ենթադրությունը։ Այսինքն հիմա ինչ ենք ենթադրելու։ Իհարկե դա այն չի, ինչ որ ուզում էի լսեի, հա։ Ենթադրենք հակառակը։ Ոնց որ այստեղ մի հատ x-ս բառերով գրեցինք, հետո էլ մի հատ սիմվոլներով գրեցինք, հա։ Ենթադրենք հակառակը։ Այստեղ իհարկե fx-ը փոքր հավասար m, որ x-երի համար։ Կամայական x-ի համար AB-ից ենթադրենք հակառակը կամայական m իրական թվի համար ինչ մոդուլ fx-ը մեծ է m-ից բոլոր x-երի համար AB-ից չէ բոլոր x-երի համար AB-ից չի կարա բոլոր թվերից մեծ լինի։ Գոյություն ունի ինչ-որ x, եթե ստեղ բոլոր կետերում պետք է փոքր հավասար լիներ, հիմա եթե խախտվում է ինչ-որ մի կետում հակառակն է։ Ստեղ էլ հատուկ տեղ էր թողված, հա, ես էլ կարար հուշեր, որ ինչ-որ մի բան հեն չի։ Գոյություն ունի x AB-ից, այնպես որ
մոդուլ fx-ը մեծ է m։ Իհարկե այդ x կետը կախված է ինչից։ Չէ, ոնց որ ասում ենք ինչքան ուզես մեծ արժեքներ է, չէ, ընդունում։ M-ից կախված է, հա, M-ը ասում եք 100, այդ 100-ի համար ինչ որ մի կետ կա։ 101-ի համար մեկ այլ կետ կարող է գոյություն ունենա, 102-ի համար մեկ այլ կետ։ Ու ինչ որ հարց կա։ Երբ որ հարցեր կլինի, ասա։ Իսկ M-ը չի x-ից կախված։ Սենց է։ Ոնց որ ինչ ենք ասում։ Սահմանափակը այն կլինի, հա, որ գտնվի մինուս m-ի ու m-ի միջև, ճիշտ է։ Հիմա եթե սահմանափակ չի, դու կապ չունի, թե ինչ m-ել ուզում ես վերցրել, ինչ որ մի կետում ավելի մեծ արժեք է ընդունում։ M-ը, ասենք չգիտեմ, սա ես վերցրել, այստեղ ավելի մեծ արժեք է ընդունում։ Այս մեկն ես վերցրել, մեկ այլ կետում ավելի մեծ արժեք է ընդունում, հա։ Այսինքն այս, չգիտեմ, ամեն մի m-ի հետ փոխկապակցված ինչ որ մի հատ x կա, որ այդ x կետում մոդուլը մեծ է m-ից։ Թե այստեղ փոքր հավասար են գրել, դրա հակառակը պետք է տեղի ունենալ, խիստ մեծ լինի։ Ոնց որ հավասար լինի, այդ պարագայում էլի նույնքան ուժեղ պնդում է, բայց երբ որ դու ժխտում ես, ճիշտ կլինի պարզապես այն ինչ որ պետքա տեղի ունենար, դրա ժխտումը ասես։ Պնդումը նույն ուժեղության կլինի, մեկը մյուսին համարժեք են, բայց սա հենց նրա ճիշտ ժխտումը չի լինի, էլի, ուղիղ ճիշտ ժխտումը չի լինի։ Բարի։ Լավ, հիմա ինչ պետք է ասենք, դե ասենք, որ հիմա որ m-երն են մեզ հետաքրքիր ստեղ, որ m-երը վերցնենք, մեծ, հա։ Վերցնենք, m-ը հավասար ասենք 1, գոյություն ունի մի հատ x1, m-պես որ, հա, մոդուլ fx1-ը մեծ է 1-ից, հետո m-ը վերցնենք, ասենք, ինչպես, այդ AB-ի հետ ընդհանրապես կապ չունի այդ m-երը, AB-ն S է, հա, m-երը այդ մեր ընդունած արժեքների մասին է խոսքը գնում, հա, չէ, մեկ մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, այսինքն լավ, այս ֆունկցիա տա։ Հիմա, ասենց, օքեյ, իհարկե այտենց անընդհատ ֆունկցիա չեմ կարող գծել, հա, որ սահմանափակ չլինի, որտեվ այս թեորեմը ճիշտ է։ Բայց հիմա, ստեղ, եթե սենց ինչ-որ մի բան լիներ, հա, դու ասում ես, այս մի արժեքը վերցրեցի, իրանից մեծ կետ կա, որտեղ արժեքը իրանից մեծ է։ Մեկ այլ ավելի մեծ արժեք վերցրեցի, հա, այլ ինչ-որ կետ կա, որտեղ արժեքը դրանից էլ է մեծ, ու եթե հետի բոլոր m-երի համար ես կարողանում անել, արդեն ոնց որ ֆունկցիատ լինում է սահմանափակ, թե անսահմանափակ։ Սահմանափակ է, թե սահմանափակ չի։ Սահմանափակ չի, հա։ Լավ, հիմա m-ը վերցնենք։ Լավ, m-ը վերցնենք 2, մի հատ x2 կլինի AB-ից, այնպես որ մոդուլ fx2-ը մեծ է 2, հա, ու առհասարակ սենց կարող ենք վերցնենք m-ը n, հա, ու այդ ամեն մի բնական թվի համար մի հատ կետ կա, իհարկե այս կետերը կարող էին եւ ինչ լինել, համընկնեին, հա, հավասար լինեին, բայց ի վերջո բոլորը չեն կարող համընկնել, որովհետեւ չեք կարող։ Ինչպես։ Ինչ ենք բնական թվեր վերցրել։ Okay, այս քիչ հետո կասենք
այդ բնական թվերի, որ հատկություններ ընդհանրապես մեզ պետք։ Այսինքն շեշտենք, որ այն փոքրը բնական թվա։ Դա ոնց որ երբ որ sense գրում ես, արդեն կոնտեքստից པարզ է։ Դժվար թե էլի։ Այստեղ 3 ու 14 գրեինք, հա, 1 2 ու տենց։ Okay։ Այդ է շարունակ։ Այսինքն ստացանք, հա, x-ն այսպես կառուցեցինք, հա։ X-ը պատկանում է AB հաջորդականություն։ Այնպես որ մոդուլ fx-ն է ինչ է։ Մեծ է այնից, հա։ Հիմա պետք է ինչ-որ կերպ հակասության գանք։ Իհարկե, մինչև այս պահը հələ չենք օգտագործել այն փաստը, որ մեր ֆունկցիան անընդհատ է, հա։ Նախ, եթե AB-ին պատկանող ինչ-որ հաջորդականություն ունենք, այսինքն ինչ-որ սահմանափակ հաջորդականություն ունենք, այդտեղ կարող ենք ինչ-որ լավ բան ասել։ Հա։ Համաձայն Որցանովա Էշտրասի լեմմայի, հա։ X-ն հաջորդականությունից կարող ենք անջատել զուգամետ ենթահաջորդականություն Այսինքն դա ինչ է նշանակում, որ գոյություն ունի մի հատ NK խիստ աճող է բնական թվերի հաջորդականություն, այնպես որ ու մի հատ էլ գոյություն ունի ինչ-որ C կետ, հա, AB-ից, այնպես որ X NK-ն ինչ անի Ձգտի C-ին, հա, լավ, հիմա, եթե x-ն ձգտում է C-ին, այդ դեպքում ինչ կարող ենք ասել, fx-ն էլ կձգտի f-ին, Քանի որ f-ն անընդհատ է, հա։ AB-ում, ուստի նաև որ կետում, C կետում, հետևաբար fx-ն կան ձգտում է FC-ին, մյուս կողմից ինչ ունենք, fx-ի մոդուլը, չէ, fx-ն է մոդուլով մեծեր n-ից, ուրեմն մոդուլ fx-ն Բայց դրանից հետևում է, որ fx-ն կան ասում ես fx n-ը մոդուլով մեծ է n, չէ, ու n-ը ինչ ուզում ես դիր, 100 դիր, fx 100-ը 100-ից է մեծ, fx n-կան էլ n-կայից է մեծ լինելու, չէ, մյուս կողմից fx n-կան մեծ է n-կա, Ուրեմն fx-ն ինչի է ձգտելու։
fx այնքան ինչի կձգտի, եթե իր մոդուլը n-ից մեծ է դառնում։ Անվերցան, հա։ Ճվաբար fx այնքան, հա, այստեղ ուշադրություն դարձեք, որ չենք նշում պլյուս թե մինուս, հա, որտեվ այստեղ ոնց որ չենք էլ կարող ասել, հա։ Որը հակասում է որ պայմանին, որ fx այնքան ձգտում է fc-ին, հա, պայմանին, հա։ Ու եկանք հակասության, այսին մեր ֆունկցիան Դրաբար f-ը սահմանափակ է։ Այստեղ իհարկե մեր Weierstrass թեորեմում դիտարկում ենք ֆունկցիան փակ հատվածի վրա։ Հիմա եթե օրինակ փակ հատված չնայենք, բազմիջակայք նայենք, այդ դեպքում հեշտ պարտադիր չի, որ այս ամենը տեղի ունենա, հա, բերենք օրինակ ֆունկցիայի, որ անընդհատ է բաց հատվածում, բայց սահմանափակ չի։ Կարող եք այդպիսի ֆունկցիա ասել, որ անընդհատ լինի բաց միջակայքում, բայց սահմանափակ չլինի։ Մեկը բաժանած x-ը, հա, fx-ը հավասար է մեկը բաժանած x, x-ը պատկանում է 0,1, հա, այն f-ը անընդհատ է, հա, դե 0,1-ի վրա, բայց սահմանափակ չէ, հա։ Այսինքն Weierstrass-ի թեորեմը այլ ճշմարիտ չի մնում բաց միջակայքերի համար, հա, նույն ձևով նույնիսկ կիսաբաց էլ եթե լիներ, էլի չէր աշխատի, որովհետև այստեղ կարող ենք 0,1 կիսաբացը վերցնենք, հա։ Չի տարածվում, հա։ Բաց միջակայքերի համար։ Այսինքն կիսաբացի համար։ Նույն ձևով կիսաբացի համար էլ կարելի էր համոզվել, որ էլի չաշխատի, հա։ Այսինքն այդ փակ լինելը կարևոր էր, իհարկե կարելի էր մի հատ էլ հակաօրինակ բերել, որ տեսնենք, որ անընդհատությունը նույնիսկ եթե մեկ կետում, այսպես ասած, խզվող լինի, արդեն էլի թեորեմը չի աշխատի, այսինքն թե անընդհատությունը, թե փակ հատված լինելը շատ կարևոր էին։ Որտեվ ոնց որ ինչ կարող եք օրինակ նայել։ Ֆունկցիա ասեք, որը 0,1 փակ հատվածում է, բայց մի կետում խզվող է։ Հենց այս նույնը, որտեղ x-ը պատկանում է 0-ից 1-ը փակ, 0-ում էլ ինչ։ 0-ում այս ֆունկցիան պետք է պարզապես ինչ-որ մի կերպ սահմանեք ու ոնց էլ սահմանեք կարևոր չի, ասենք չգիտեմ 0 եք դնում, հա, այն որոշված է արդեն փակի վրա, խզվում է ընդամենը մի կետում, միայն որ կետում 0-ում և սահմանափակ չէ, սահմանափակ
Սահմանափակ չէ, հա։ Այսինքն էլի եթե անընդհատությունը ինչ-որ մի կետում չունենա անընդհատությունը, էլ չեք կարող պնդել, որ ձեր ֆունկցիան կլինի սահմանափակ։ Բարի։ Այս ճասի երկրորդ թեորեմը որ 0 ինքը փակ հատվածի վրա որոշված լինի։ 0 կետում ինչ որ մի կերպ սահմանեցինք, հեչ կարևոր չի ինչ կերպ սահմանեինք։ Ինչ կերպ էլ սահմանեինք, ինքը միևնույնն է 0-ում խզվող էր լինելու։ Բայց դրանով ապահովեցինք, որ ինքը արդեն փակ հատվածում որոշված լինի։ Եթե նախկինում ֆունկցիան անընդհատ էր, հատվածն էր ուրիշ, փակ չէր, բաց էր։ Հիմա արդեն փակ հատված է, բայց անընդհատությունն է մի կետում պակաս, մի կետում խզվող է։ Այսինքն մի փոքր շեղվում ենք այդ թեորեմի պայմաններից, արդեն էլ այդ նույն հետևությունը չեն կարող կատարել, որ սահմանափակ է ֆունկցիան։ Լավ։ Բարի։ Էլի հատվածում անընդհատ ֆունկցիան ընդունում է իր մեծագույն և փոքրագույն արժեքները, հա։ Նույն է թե ինչ։ Թե F-ը պատկանում է CAB, տեղից բխում է, որ ինչ-որ x1 և x2 կետեր կան, այնպես որ ասենք fx1-ը մեր ֆունկցիայի մինիմումն է, ասենք, և fx2-ն էլ մեր ֆունկցիայի մաքսիմումն է։ Փակ է։ Իրականում հատվածը, երբ որ ասում են, սովորաբար նկատի ունեն հենց փակ հատվածը, եթե ուզում ենք այդ ամեն ինչից խուսափել, ստեղ կարող են գրել, հա, փակ հատվածում անընդհատ։ Լավ, բարի, հիմա ինչպես այս թեորեմը ապացուցենք։ Որ սահմանափակ է, հաստատ սուպրեմումը ինչպիսին է, վերջավորը, հա։ Հիմա մնում է հասկանանք, որ այդ սուպրեմումը ինքը այդ արժեքը ընդունում է, թե չի ընդունում, հա։ Լավ։ Ասենք ցույց տանք, որ ինքը այդ մեծագույն արժեքը ցույց տանք, որ f-ն ընդունում է իր մեծագույն արժեքը, հա։ Նույն ձևով արդեն փոքրագույն արժեքն էլ ցույց կտրվի։ Ինչ ենք անում։ Գիտենք, որ այդ համաձայն այս ճասի առաջին թեորեմի, հա,
Ինչպես։ Այս սուպրեմում fx-ը x-ը պատկանում է AB վերջավոր է։ Որ վերևից ամենափակ է, ուրեմն վերջավոր է։ Հիմա նշանակենք m-ը հավասար է այդ սուպրեմում fx-ը ու հիմա մենք ուզում ենք ցույց տանք, որ m-ը ինչ-որ ֆունկցիայի արժեքն է ինչ-որ կետում։ Ինչ կարող ենք անել։ Մենք ուզում ենք տեսնենք, որ f-ը այս արժեքը ընդունում է։ Կարող ենք ինչ անել։ Կարանք մի փոքր էլ ավել բան արած լինենք։ Կարող ենք ինչ անել, ինչ որ սովորաբար ենք անում, ենթադրենք հակառակը, ենթադրենք հակառակը, այսինքն f-ը f-ը չունի մաքսիմում, այսինքն ինչ ենք ենթադրելու, ենթադրենք, որ m արժեքը f-ը չի ընդունում։ Ոնց որ Չէ, m-ը ինչ-որ վերջավոր թիվ է, այսպես թե այնպես։ Հիմա հարցը այն էր, որ մաքսիմում ունի, թե չունի։ Եթե մաքսիմում ունենա, մաքսիմումը ի՞նչն է լինելու։ Հենց m-ն է լինելու։ Այսինքն ենթադրում ենք մաքսիմում չունի, այսինքն մեծատառ m մեր ֆունկցիան մեծատառ m չի դառնում։ Հա, այսինքն այստեղ էս ինչ է նշանակում, որ կամայական x-ի համար AB-ից fx-ը m-ին հավասար չի, հա? Քանի որ Լավ, հիմա որ ֆունկցիան կարող ենք դիտարկել, որ fx-ը m-ին հավասար չի։ Մենք առաջարկում էինք fx հանած m-ը նայել։ Հիմա կարող ենք մի փոքր էլ ավել գնալ այդ ուղղությամբ, ոչ թե fx հանած m-ը, այլ դրա հետ փոխկապակցված ինչ-որ մի հատ ֆունկցիա նայենք, որը էլի անընդհատ կլինի ու Կարանք լավ, այդ դեպքում կարանք հակառակը չենթադրենք, ոնց որ եթե այդ ուղղությամբ կանենք ապացույցը, ապա կարանք ուղղել գնանք։ Okay։ Լավ, այդ դեպքում երկու բառ ավել ասա, այդ ուղղությամբ ինչ ենք ուզում լինի, որ fx-n-ը ինչ լինի։ fx-n-ը, լավ, այս ժնջենք այն մյուս ձևով գնանք ապացույցը, okay։ Լավ, արեք մի բանը տեղ հասցնենք, հետո եթե ժամանակ կլինի, մյուս ճանապարհն էլ էլի կգնանք։ Okay, այս մի տողը ջնջեցի, Ինչ է, հիմա m-ը նշանակել ենք սուպրեմում fx-ը նշանակել ենք m-ով, հա։ Հիմա ինչ գիտենք, որ առաջինը կարող ենք ասել, որ fx-ը m-ից փոքր կամ հավասար է բոլոր x-երի համար AB-ից, ճիշտ է։ Եվ երկրորդը
որ կամարական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի x, իհարկե այդ x-ը էպսիլոնից կախված է, հա, որը պատկանում է AB-ին, այնպես որ fx-ը լինի մեծ m-էպսիլոնից։ Հիմա էպսիլոնի որ արժեքներն են մեզ հետաքրքիր, հա, իդեպ են նախորդի մեջ տենց էլ չասցինք այդ նախորդ ապացույցի մեջ, որ վերցնում ենք մեծատառ m-ը 1, 2, հետո n, ինչն էր կարևոր, այդտեղ կարևոր չէր, որ դրանք բնական թվեր էին, կարևոր էր, որ պարզապես ձգտում էին անվերցության, որ դրա հետևանքով, որ ունենալով, որ մոդուլ fx-ը մեծ է n-ից, եզրակացնում ենք, որ մոդուլ fx-ը ձգտում է անվերցության, այդ էր մեզ հարկավոր։ Չէ՞, հիմա n չլներ 2-ի n աշճան լիներ կամ ինչ որ այլ հաջորդականություն լիներ, որը ձգտեր անվերցության, էլի մեզ լրիվ բավարար կլիներ։ Հիմա այս պարագայում մեզ որ էպսիլոններն են հետաքրքիր, փոքր, ձգտող 0-ի, էպսիլոնը վերցնենք 1/9, հա, վերցնելով էպսիլոնը հավասար է 1/9, կստանանք որ գոյություն ունի այդ ամեն մի 1/9-ի համար իր x-ը կա, չէ՞։ Այնպես որ fx-ը ինչ է։ Մեծ է m-1/9-ից։ Այսինքն fx-ը ինչի եւ ինչի միջև է։ Հա, հետևաբար fx-ը կլինի m-ի եւ m-1/9-ի միջև, հա։ Ու ստեղ կարող ենք կիրառել արդեն ինչը m-1/9-ը ինչի է ձգտում։ m-1/9-ը ձգտում է m-ի, քանի որ m-1/9-ը ձգտում է m-ի, այն անվերջի ձգտելիս, դե հաստատումն m-ն էլ է m-ին ձգտում, օգտագործելով ոստիկանների կանոնը, ստանանք, որ fx-ը ձգտում է m-ի, ճիշտ է։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ այդ m արժեքը ինչ որ կետում ընդունում է։ Այդ ոնց կազմակերպենք այդ գործը։ Դե, դի ուզում ես պարզապես տեսնես, որ ինչ որ c կետում այս m արժեքը ընդունում է։ Հիմա այդ c-ի, այդ պոտենցիալ c-ն պետք է x-ի սահմանը, բայց x-ի սահմանի հետ կապված ինչ խնդիր կա։ Որ չգիտենք, որ տենց x-ը ունի սահման։ Հա։ Լավ կլիներ, որ x-ը ունենար սահման։ Հիմա ինչպես այդ մասն էլ հաղթահարենք։ Այդ ոնց որ մի կտորը դու ասացիր։ Քանի որ x-ը պատկանում է AB, այն սահմանափակ է, x-ը սահմանափակ է, ուստի, Որցանով այրշասի լեմայի համաձայն, x-նից
կարող ենք անջատել ինչպիսի ենթահաջորդականություն, զուգամետ ենթահաջորդականություն, հա։ Այդ ինչ է նշանակում, որ գոյություն ունի n կա, հա, հաճող եւ գոյություն ինչ-որ c, AB հատվածից, հա, այնպես որ նո լավ, գոյությունից է, հլա AB-ի չգրենք, գոյությունից է, այնպես որ c իրական թիվ fx-n կան, կներեք, x-n կան պարզապես ձգտի c-ի, հա, հիմա եթե այս սա աստղանիշով նշանակեինք, հա, որ fx-n-ը ձգտում էր m-ի, աստղանիշից կստանանք, որ անաստանիշից և f-ի ինչ հատկությունից են կողմ։ Հա, f-ի անընդհատությունը, որ c կետում։ Հիմա որպեսզի համոզվենք, որ այդ c կետում էլ անընդհատ է, c-ն պետք է իհարկե ստուգենք, որ որտեղից է, AB-ից է։ Ինչպես կարող ենք համոզվել դրա մեջ։ Մեր մոտ x-n կայերը որտեղից էին։ x-n կայերը A և B-ի միջև էին։ Հիմա, որ անցնենք սահմանի, այելի, տվաբար, այդ ամ փոքր կանասար կլինի սահման x-n կա, սահման x-n կա, որտեղ կան ձգտում անվերցության, որը c-ն է, որը փոքր հավասար B։ Այսպիսով, c-ն պատկանում է AB, օգտվելով աստղանիշից և f-ի անընդհատությունից որ կետում, c կետում, հա, կստանանք, որ fx-n կան, ձգտում է, որ fx-n կան ձգտում է m-ի և fx-n կան ձգտում է fc-ի։ Արդեն ստեղից Բաբար fc-ն հավասար է m, որը սուպրեմումներ fx-ի AB հատվածում, ուստի f ընդունում է իր մեծագույն արժեքը։